Եթե ուզում ես համեղ նագեթներ, բայց առանց լողացող ձեթի, արի միասին պատրաստենք։ Դրսից ստացվում են խրխրթան, ներսից հյութալի ու անչափ փափուկ։ Սա լավագույն տարբերակն է, որը քչերը գիտեն։ Հավի կրծքամիսը դնում ենք աղաջրի մեջ և թողնում ենք մոտ 30 րոպե, այդպես նագեթները համեղ են ստացվում և արտահայտիչ հավի հոտ չեն ունենում։ Միսը ձողիկաձև կտրատում ենք մոտ 2 սմ հաստությամբ, շատ չենք բարակացնում, որպեսզի պատրաստվելու ընթացքում չչորանա։ Ավելացնում ենք 1 թեյ գդալախ, նույնքան հավի համեմունք, 1 ճաշի գդալ բուսայուղ, կոտրում ենք 2 հավկիթ և այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Ծածկում ենք սննդային թաղանթով, դնում ենք սառնարան, թողնում ենք մարինացվի առնվազն 1 ժամ։ Այս եղանակով պատրաստված նագեթները ստացվում են շատ համեղ, բացի այդ համարվում են նաև դիետիկ, քանի որ պատրաստվում են ընդամենը 1 ճաշի գդալ բուսայուղով, այստեղ միայն օգտակար սպիտակուցներ են։ Կտորները այսպես բոլոր կողմերից պաքսիմապատում ենք և 1 շերտով դասավորում ենք ճարպաջեռոցի տարայի մեջ։ Ի դեպ, նույն եղանակով կարելի է պատրաստել նաև ջեռոցում, ոչ մի տարբերություն։ Վրան մի փոքր բուսայուղ ենք ցողում, ջերմաստիճանը 200 աստիճան, թողնում ենք 20-ից 25 րոպե։ Մատուցում ենք կարտոֆիլ ֆրիի հետ միասին և անուշ ենք անում, շատ ախորժելի տեսք ունի և անչափ համեղ է ստացվել, դուք էլ փորձեք։